Հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, մեր պահանջը արդիական է, այնքան ժամանակ ենք կանգնելու և ակցիան շարունակելու, մինչև կառավարությունից դուրս չգան և նամակը չվերցնեն։ Ըստ էության պաշտպանական կողմը և համագյուղացիները պահանջում են հետևյալը. Պահանջում ենք, որպեսզի Փաշինյանը և որևէ իրավաբան ընդունելություն կազմակերպեն, մինչև իհարկե ողջամիտ ավելի ճիշտ ժամկետներում բոլոր նյութերով հիմնավորելու համար, որ Նարեկ Սարգսյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ։ Այսինքն մենք փաստացի մի իրավիճակում ենք, որ դատարանում կարող է անձը խոստովանել, որ կատարել է սպանություն, և դրանից հետո ոչ միայն նրան ազատ արձակեն, հաղորդում ներկայացնես հանցագործության մասին հարազատների միջոցով, և այդքանից հետո ոչ միայն որևէ գործողություն չանեն, մինչև այսօր վարույթ նախաձեռնելու նույնիսկ որոշում չենք ստացել։ Արդեն բավականին 2 օր է, որ անցել է, իսկ հանրային վտանգավորության տեսանկյունից պարբերաբար խափանման միջոցների կալանքների, այսինքն դատական նիստերին, ցանկացած իրավապահ համակարգի հետապնդման մարմնի սուբյեկտ խոսում է անձին կալանավորելու մասին, շեշտադրելով հանրային վտանգավորության հարցը։ Հիմա ինձ մոտ հարցեր է առաջանում, արդյոք այն անձը, որը նման հայտարարություն է արել և չխախտելով, հիմա դուք լսում եք, չխախտելով նրա անմեղության կանխավարկածը, արդյոք հանրային վտանգավորության տեսանկյունից պետությունը իր պոզիտիվ պարտավորությունը պատշաճ է կատարում, երբ նույնիսկ վարույթ չի նախաձեռնում, ավելին, արդյոք դատարանը արդարամիտ է գտնվում, երբ հրատապ դատական նիստ չի հրավիրում, այն պարագայում, որ դատավարությունը ոչ թե փակվել է վերջինիս կողմից, այլ ընդմիջվել է և հայտնի դեպքերով պայմանավորված դատավարությունը չի վերսկսվել։ Սա կոպիտ քրեադատավարական նորմատիվ խախտումներ են, որոնք պաշտպանական կողմից խնամքով արձանագրվում են, որոնք ուղարկվելու են Եվրոպական դատարան։ Հիմա կառավարությունից պահանջում ենք անձ, որը աշխատակազմից կիջնի, և մենք ունենանք վստահություն, որ հաղորդում հանցագործության մասին և ուղեկցող դիմումը հանդիպման վերաբերյալ և գործի և դատական համակարգի ենթադրյալ, այսպես ասենք, կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տվյալները հանձնենք կառավարության ղեկավարին, ուստի մենք այնքան ժամանակ ենք ստեղ մնալու, մինչև որևէ մեկը չիջնի։ Եթե որևէ մեկի մոտ հարց է առաջանում, ինչու չենք հանձնում այդ դիմումը, ինչպես կարգն է յուրաքանչյուր քաղաքացու, այսինքն այն վայրով, որը դիմումների ընդունելության վերաբերյալ իր գործառույթն է իրականացնում, պատասխանը հետևյալն է. 3 տարի շարունակ բազմաթիվ դիմումներ են ներկայացվել կառավարությանը, հաղորդումներ են ներկայացվել ենթադրյալ հանցագործությունների մասին, տարբեր սուբյեկտների հետ կապված, մինչև այսօր արձագանք առկա չէ։ Հանրային շահի հենց իրավունքի տիրույթում նաև ևս մի հարց կա, օրինակ այն հարցը, որ երեխան, Նարեկ Սարգսյանի երեխան 3 տարի է հարազատների հետ տեսակցության հնարավորություն չունի և դատանի որոշումը ի կատար չի ածվում, ասելով, որ մյուս կողմը ուղղակիորեն հայտարարում է, որ երեխան չի ուզում տեսնել տատիկին պապիկին, այն տատիկին պապիկին, ում տանը մեծացել է, ովքեր նրա խնամքն են իրականացրել։ Հարցեր կան, հարցեր են առաջացել, որոնք միանշանակ պետք է ունենան լուծումներ։ Հետևաբար, մեր պահանջը շարունակում է մնալ արդիական, մենք սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև պատշաճ կարգով վերցնեն մեզանից մեր դիմումը։ Շնորհակալ եմ։